Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնեմ գործընկերոջը Սիսակ Գաբրելյանի կենսագրությունը։ Այսպիսով Սիսակ Արմենի Գաբրելյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում։ 2016 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը, իսկ 2021 թվականին նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Մասնագիտական գործունեությունը սկսել է լրագրության ոլորտում։ 2014 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին աշխատել է Ամեկ+ հեռուստաընկերությունում որպես լրագրող։ 2014-ից 18 թվականներին աշխատել է Ազատություն ռադիոկայանում, սկզբում որպես լրագրող, այնուհետև հեռուստա ռադիո հաղորդավար։ 2019-ից 21 թվականներին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր եւ եղել է Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2021 թվականի հունիսի 20-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով վերընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նույն թվականին ընտրվել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ պաշտոնավարել է մինչեւ 2026 թվականը։ Սիսակ Գաբրելյանը 7-րդ եւ 8-րդ գումարումների ընթացքում ծավալել է ակտիվ օրենսդրական գործունեություն, 8-րդ գումարման Ազգային ժողովում եղել է ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորը, հեղինակելով 34 օրենքի նախագիծ։ 8-րդ գումարման Ազգային ժողովում հանդիսացել է ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավար։ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավոր։ 2007-ից 2009 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իսկ 2008 թվականին պարգևատրվել է Հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանով, ամուսնացած է, ունի 2 զավակ։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։